Լրացուցիչ տեղեկատվություն։ Մինչև Փարաքարի ընտրությունները Մերձավանում սպանություն տեղի ունեցավ եւ շատերը կարծում են, որ սա վենդետա է։ Ոստիկանությունը արդյոք ունի օպերատիվ տեղեկություններ դեպքերի հետ կապված, արդյոք կասկածներ կա, որ իսկապես Քննարկվում են տարբեր վարկածներ, այս բանը ինչպես նշեցի չեմ կարող որևէ մանրամասն հայտնել, բայց քննարկվում են բոլոր վարկածները, ձեր նշած դեպքից հետո բազմաթիվ միջոցառումներ են նաև այստեղ իրականացվել, տարբեր անձինք են ձերբակալվել, տարբեր կասկածանքներով զենքսինամթերքի առգրավումներ են եղել եւ այս բան զերծ կմնան որևէ մանրամասն հայտնելուց, բայց բոլոր վարկածները քննարկվում են հենց այս բան։ Այս պահին ենթադրյալ մարդասպանները հայտնաբերված չեն։ Այս բան ձեռնարկվում են միջոցառումներ, երբ որ լինեն ձերբակալվածներ արդեն կհայտնենք։ Այսինքն փախուստի դիմաց անձիկ կան։ Կրակոցներ են եղել եւ կրակողը դիմել է փախուստի։ Իսկ դեպքի վերաբերյալ մանրամասներ ես մի փոքր ավելի ուշ մոտեցա։ Ինչպես նշեցի, նախնական տեղեկություններով մեկ անձ մոտեցել է եւ կրակոցներ է արձակել 3 հոգու ուղղությամբ, ինչպես նշեցի, մեկը համայնքի ղեկավարն է, որ մահացել է, երկրորդը մեր գործընկերն է, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, որ մահացել է եւ մեկ անձ այս պահին վիրահատարանում է գտնվում վիրավորը։ Իսկ ոստիկանության